Բարև ձեզ, ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Երիտասարդության պահպանման գաղտնիքներից են։ Առաջին, ֆիզիկական ակտիվությունը։ Տարիքի հետ մկանային զանգվածը պակասում է։ Այն պահպանելու համար խորհուրդ է տրվում ֆիզիկապես լինել ակտիվ։ Ցանկալի է ընտրել ֆիզիկական ակտիվության ձեզ հարմար եւ հաճելի տարբերակ։ Այն ակտիվացնում է եւ կենտրոնական եւ ծայրամասային արյան շրջանառությունը, ինչը ապահովում է եւ ուղեղի եւ մաշկի նորմալ սնուցումը։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը օգնում է նաեւ ստրեսի հաղթահարմանը եւ ստրեսի հորմոնի կորտիզոլի նվազեցմանը, որի մշտական բարձր մակարդակը օրգանիզմի համար շատ վտանգավոր է եւ արագացնում է ծերացումը։ Երկրորդ, կոգնիտիվ ֆունկցիաները տոնուսի մեջ պահելը։ Տարիքի հետ կոգնիտիվ ֆունկցիաները, ինչպիսիք են հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը, արագ կողմնորոշումը, տուժվում են։ Այս պրոցեսը կանխարգելելու կամ գոնե դանդաղեցնելու համար խորհուրդ է տրվում ուղեղը միշտ պահել ակտիվ վիճակում, սովորել եւ ձեռք բերել նոր գիտելիքներ։ Երրորդ, բավարար քանակությամբ ջրի օգտագործումը։ Ջրի օրվա պահանջը որոշվում է կշռի յուրաքանչյուր կիլոգրամին 30 մլ ջուր հաշվարկով։ Չորրորդ, առողջ սնունդ, ինչը իր հերթին ընդգրկում է սպիտակուցների բավարար օգտագործում։ Հատկապես կարևորվում է կենդանական ծագման սպիտակուցների կիրառումը՝ հավ, միս, ձուկ, ձու, կաթնամթերք։ Սպիտակուցները մարսողական համակարգում տրոհվում են ամինաթթուների, որոնցից էլ օրգանիզմում սինթեզվում են տվյալ անհատին անհրաժեշտ հորմոններ, ֆերմենտներ, կոլագեն եւ այլն, որոնք էլ օրգանիզմը նորացնում են, թարմացնում, հզորացնում, բարձրացնում դիմադրողականությունը տարբեր վնասակար գործոնների նկատմամբ եւ նպաստում երիտասարդ վիճակի երկարատև պահպանմանը։ Սննդում շատ կարևոր է նաեւ օգտագործել բավարար քանակությամբ օգտակար ճարպեր, խուսափել տրանս ճարպերի կիրառումից, որոնք են խանութում վաճառվող մարգարին պարունակող տորթերը, կարկանդակները, արագ սնունդը եւ այլն։ Առողջ սննդի երրորդ կարևորագույն բաղադրիչը դա ածխաջրերի օգտագործումն է։ Նախապատվությունը տրվում է բարդ ածխաջրերի օգտագործմանը, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, հատիկեղենը, սիսեր, լոբի, ոսպ եւ այլն։ Սահմանափակելով պարզ ածխաջրերի կիրառումը, ինչպիսիք են կոնֆետներ, վաֆլի, ալյուրային թխուկներ եւ այլն։ Առողջ սննդի միջոցով օրգանիզմը ստանում է նաեւ վիտամինների բավարար քանակություն։ Հակատարիքային կրեմների կազմության մեջ շատ հաճախ օգտագործվում է ռետինոլը, վիտամին A, որը շատ կարևոր է մաշկի առողջության եւ երիտասարդության համար։ Շատ ավելի լավ արդյունք կունենանք, եթե ապահովենք օրգանիզմին վիտամին A-ով ոչ միայն արտաքին քսուկների ձևով, այլ նաեւ սննդի միջոցով։ 5. Առողջ քունը, որը գեղեցկության եւ երիտասարդության գրավականն է։ Այսպիսով, երիտասարդությունը եւ առողջությունը փոխկապակցված են։ Եկեք սկսենք առողջությանը հետևելուց, ազատվենք վնասակար սովորություններից, սնվենք առողջ, լինենք ֆիզիկապես ակտիվ եւ կամքով ուժեղ։